Ողջույն բոլորին, վերջապես ամբողջացրի իմ ամենասիրելի հավաքածուներից մեկը այս տարվա ոզնիները։ Շատ չարչարվեցի, հատկապես վերջի ֆիգուրի վրա, բայց կարևորը հավաքեցի։ Քանի որ այսօր վերջնական թողարկում է լինելու, այսպես ասած, այս հավաքածուին նվիրված մեկ հատ հատուկ տոնական կարելի ասել կինդեր եմ բացելու Մաքսի։ Ասեմ, որ ամանորյա մամոնտների հավաքածուն դեռևս չեմ ամբողջացրել, դեռ մեկ հատ պակասում է։ Հանդիպել են մի քանի տեղ ինձ այդ ֆիգուրը, բայց չի հանդիպել իդեալական կատարյալ վիճակում, ամբողջությամբ նոր։ Այնտեղ կան պիտակներ, հիմնականում բացուկները պիտակները օգտագործել են, բացել են արդեն այն վիճակում չի, որ ես ուզում եմ։ Ես մի քիչ այս հարցով պերֆեկցիոնիստ եմ, ավելի եթե հավաքածուն 5-ից 4-ը իդեալականը, պետք է 5-րդն էլ փնտրենք իդեալական։ Եկեք սկսենք բացել նրանք, որոնք արդեն ունեմ, այս թոմնա այնտեղ, վերջում կբացենք, տեսնենք թե ինչ տարբերակ է դուրս գալու։ Արդեն չեմ հիշում քանի հատ եմ բացել, անկեղծ ասած, բայց շատ եմ բացել։ Ու այս վերջի ֆիգուրը, որը դուրս եկավ, այդ օրը շատ ուրախ է, այդ պահին շատ ուրախ է, քանի որ կարծես մի հոգս վրիցս ընկավ, ունեցա վերջնական հավաքածուն։ Ուրեմն, եկեք հերթով դες ցույց տամ ֆիգուրները, մի փոքր խոսեմ ու անցնենք առաջ։ Այսպես տեսնենք ոնց ենք անում։ Մեր առաջին ֆիգուրը ինքնաթիռով ֆիգուրն է, ինքնաթիռը ասել ինքը իրական ինքնաթիռի մասին չի խոսքը, այլ ատրակցիոն կարուսել ինքնաթիռ իհարկե։ Ումն այսպես։ Հավաքում ենք տակդիրը, միացնում ենք իրար երկու հատվածը ոզնիների և դառնում է ատրակցիոն կարուսել ինքնաթիռ։ Այս ֆիգուրը 5-ից եւ ամենասիրած իմ ֆիգուրն է։ Ուղղակի նայեք, այստեղ մի բան ձեզ ցույց տամ։ Սա իրանից նաեւ ներկայացնում է հետաքրքիր խաղ։ Դնում եք այսպես այս շրջանակի վրա, որտեղ կան թվանշաններ, պտտում եք ու որի վրա կանգնեց 40-ի վրա, 100-ի վրա օրինակ կանգնեց, ով հաղթում է, որի դեպքում ամենամեծ թվի վրա է կանգնում, նա հաղթում է։ Այս մեր առաջին ֆիգուրն է, անցնենք առաջ։ Այսպես անենք, մեզ չխանգարեն։ Երկրորդը ինչ է։ Երկրորդը տեսնենք, օպա, այս ինչ էր, հա։ Սա էլ եմ շատ հավանում է ճիշտն ասած։ Եկեք թղթերը ցույց չտամ, իմաստ չկա։ Թղթերը ցույց տալու, ֆիգուրները կան, երևում ամեն ինչ, այլ թղթերը պետք չեն։ Ուրեմն սա զանգակով տարբերակն է, որը կազմված է, բաղկացած է իր, այսպես ասած, հիմքից, տակդիրից էլի, զսպանակ է, զսպանակին ամրացնում ենք մեր գեղեցիկ, շատ գեղեցիկ ոզնին, այս ոզնին, չգիտեմ, այս վերջի տարիների, չգիտեմ, այսպիսի գեղեցիկ ֆիգուր հանել էին, թե չէ։ Սա երևի լավագույն տարբերակն է։ Տարվա վերջում դեկտեմբերին մի հատ ընդհանուր կամփոփեմ, որ այս տարվա փոքրերից, որը որտեղ կդնեմ, մաքսներից, մեգա մաքսներից են ամենամեծ։ Նայեք, ինչ գեղեցիկ մտահղացում են արել։ Ոզնին պետք է այսպես շարժվի, թռնի, հարվածի զանգին։ Տեսեք, մի հատ էլ անենք։ Այսինքն ոզնիները գտնվում են ատրակցիոնում։ Մեր երկրորդը։ Ես նույնիսկ արդեն կարամ ասեմ ինչը ձայնից, այս մեքենայով է, ավտոդրոմ։ Գիտեմ, այնքան եմ բացել արդեն ձայնից էլ եմ կարող գուշակեմ, կրահեմ, թե
Որ մի տարբերակն է։ Այս ոնց էր։ Դա վաղուց էր ասում են։ Այո, բավական ժամանակ անցել ինչ առաջին։ Հա, պետք է առաջինը մենք այսպես սկզբից ամրացնում ենք ոզնին, հետո մեքենայի հետնամասը, այս էլ իր հետը, կայծակի նշանով, այսինքն այստեղից հոսանքն է միանում։ Սրա էֆեկտը որն է։ Երբ որ ինքը դիմացից հարվածում է ինչ-որ տեղ, տեսակ ոզնի թռնում է վերև, մի հատ էլ այն որ նկատեք։ Հոպ։ Այս էլ մեր ավտոդրոմով տարբերակը։ Գեղեցիկ է։ Անգեքս մեկը մեկից գեղեցիկ է, նույնիսկ համեմատելու ժամանակ դժվարանում եմ համեմատեմ, ասեմ որն եմ ինքը ճարու շատ հավանում, որտեվ այս հավաքածուն ամբողջությամբ դասական կինդերների հավաքածու է, այս մեր մոտ կրկնություն, հա, զանգակներ, այս մեզ պետք չէր, 4 ունեցանք, մի վարկյան, այնքան շատ են բացել, այնքան շատ են արդեն խառնվել են իրար, ահա, ուրեմն 4-ը մեր բադիկ որսացող ձկնորսի փոխարեն կարելի ասել բադորս, մեր բադորս ոզնին է, որը էլի շատ գեղեցիկ է, մի վարկյան տեսնենք, սա ոնց էր միանում, այսպես միանում է, էլի հարմարացնելու ենք յան տակդիրին ու վերջ, այսպես ենք անում, 1, 2 և վերջ, հետո ամրացնենք, սա, այստեղ էլ մեր ոզնին բադիկ է որսում, այստեղից ինքը հարմարացնում է ու բռնում է մեր բադիկին, սա էլ է խաղ, որ երեխաները ու ոչ միայն կարան հանգիստ փորձեն իրենց ճկունությունը տեսնեն ինչքան արագ կարան բռնեն բադիկին, այս 4 և ամենասպասված ու ինձ ամենաշատ չարչարած ֆիգուրը, որի համար այնքան կրկնություններ դուրս եկան, մեր, սա անգլիքս ասած ընդհանրապես չեմ էլ բացել, չեմ հավաքել այս ֆիգուրը, այս ֆիգուրը այսօր բացեցի տեսա ունեմ, արդեն վсё, իմացա հավաքածուն հավաքվել է, այդ շարունակեցի, նույնիսկ չհավաքեցի, այսպես ենք ճանենք, այսը տանենք են կոմոս չխանգարի, ու հավաքենք մեր վերջի ֆիգուրը, նույնիսկ չգիտեմ սա ոնց է հավաքվում դեռ, ուրեմն, ենթադրում ենք սա պետք է այսպես լինի, սա այսպես, ճիշտ ենք ենթադրում, ահա և վերջ, ատրակցիոններում այդպիսի խաղ կա, հիշում եմ, որ Միսթր Բինի ժամանակ 90-ականի որ նայում ենք, այդպիսի դրվագ կար հատված, որ հարվածում էին տարաններին, բանկաներին գցում էին, այս էլ մեր վերջին, էլի գունային համադրությունը շատ սիրուն է, ինքը այսպես պահում է գլխի վերև, նայեք այս դետալը, մեր վերջին, ամենավերջին ֆիգուրը հավաքեցինք, ունեցանք ամբողջական հավաքածուն, և վերջ, ուղղակի հրաշալի հավաքածու է, անկեղծ ոչ մի կետ, նույնիսկ չեմ գտնում, որ ասեմ, այս կետը կարելի էր փոխել, այս կետը կարելի էր մի քիչ ուրիշ ձև անել, չէ, բացառիկ դեպքերից է, այս էլ մեր կարելի ասել հոբելյանական, օպա, շոքից շակալատն էլ է հալում, ձմեռը բացել ավելի հետաքրքիր այնքանով, որ հեշտ է ավելի, այս թողն այնտեղ, տեսնենք, ենթադրում եմ, որ այս մեր առաջին ֆիգուրի կրկնությունն է, բնականաբար կրկնությունն է, քանի որ ամբողջ հավաքածուն շարել ենք, այս է լինելու,
Օպա։ Էջի։ Շատ լավ է։ Ես որ այո, ես կարող եմ արդեն երկրորդ հավաքածուն հավաքել։ Կամ հավաքեցի արդեն։ Ընտիրություն դուրս եկավ այն ֆիգուրը, որը ինձ չարչարեց ու շատ մեծ ծախսի տակ գցեց։ Այ դու ձկանաշկ, այ դու ոզնուփուշ։ Ես գնահատել եմ ես, բայց մի անգամ էլ եւ շատ է չեն դիտել։ Այս հավաքածուն գնահատում եմ 5 բալանոցով 5, 10-ով 10, նույնիսկ 5+ ու 10+ կարելի ասել։ Առավելագույն գնահատական եմ գնահատում, եթե առանձին ասեմ որն եմ ավելի շատ հավանել, չեմ կարող ասել, որովհետև մեկը մեկից լավն է, բոլորն ընտիր ֆիգուրներ են, գունային համադրություն, ֆիգուրներ, չկա ոչ մի թուղթ, ոչ մի նակլեյկա, այդ ասածը չկա կպչուն թղթերը, բացառապես ֆիգուրներ են, որոնք չգիտեմ, բաղուց այդպիսի հաճույքով ես հավաքածու չեմ հավաքել ու այդպիսի հավաքածու չեմ սիրել, կներեք։ Այսօր 2026 թվականի հուլիսի 3-ն է, ֆուտբոլը չեմ անվերջացել, թե երկրորդ փուլն է, Իսպանիա, թե սխալվում, Ավստրիան էր խաղում, չնկատեցի նույնիսկ, այս անգամ այսքանը, առայժմ։